19 կուսակցություն եւ դաշինք մասնակցում են առաջիկա ընտրություններին։ Սա իսկապես մեծ թիվ է այն տրամաբանությամբ, որ առաջինը, որ չեմ ասում 50+1, բայց առաջին հավաքի փոշիացված ձայների, իսկ այնտեղ ահռելի քանակությամբ փոշիացված ձայներ լինելու։ Փոշիացված ձայների մեծ մասը գնալու է իրեն եւ կա ողջամիտ այսպես կասկած, որ այդ փոշիացված ձայները գնալու են հենց Նիկոլ Փաշինյան։ Ինչ էս ամեն ինչ պատմեց։ Երբ որ դուք ազգային անվտանգության ծառայության այսպես բանտախցից կոչով դիմեցիք հայ ժողովրդին, դուք ասացիք, որ ես գալու եմ եւ համախմբելու եմ ամբողջ քաղաքական դաշտը, ընդդիմությունը, ցիտատը չեմ ասում, բայց միտքը դա է։ Այնուամենայնիվ, պարոն Կարապետյան, դա չստացվեց։ Ինչու ձեզ մոտ չստացվեց այնպես համախմբել ընդդիմությանը, որպեսզի լինի առնվազն, չգիտեմ, գոնե 3-4 բևեռ, այլ ոչ թե 19 կամ լավագույն պարագայում 2 բևեռ։ Գիտեք ոնց է։ Հիմա կա ռեալ 4 բևեռ։ Դրա համար այն մնացած ուժերը, որ դուք ասում եք, 19 մնացած։ չէ, մնացած ընդդիմության թևի ուժերը երևի 12-ն են, ինձ թվում է։ Հաստատ դուք Արամ Սարգսյանին չեք համարում ընդդիմական թև։ Եվ ոչ մի։ Չնայած ինքը ընդամենը 0.1% աջակցություն ունի, բայց դե մնացած բոլորը միասին ունեն մոտ 2% աջակցություն։ Նու եթե Թաթոյանին էլ վերցնենք, մի քիչ ավել։ Ընդամենը մենք, ինչ որ մենք ենք տեսնում, միգուցե իրենք ուրիշ պատկեր են տեսնում, բայց մենք տեսնում ենք այսպիսի պատկեր, եւ ես դա ռեալ եմ ասում, ոչ թե ինչ որ տեխնոլոգիա է սա։ Դրա համար իրոք ցավալի է, որ իրենք նույնիսկ այդ 4-5%-ը կարող են վառել, բայց դե ինչ անենք։ Հակառակ դեպքում մենք ունենալու ենք մի պատկեր, մենք համագործակցում ենք այն ուժերի հետ, ովքեր մեզ վնաս չեն բերում։ Քանի որ նրանք կարող էին ինչ որ օգուտ բերել, ինչ որ չափի 0.1-0.2% չկա ուժ, որ գոնե 1% օգուտ բերի։ Բերելով այդ օգուտը կարող էին մեզ բերել 3-5%-ի վնաս։ Դրա համար մենք ամեն ինչը կշռադատեցինք ճիշտ եւ նոր մոդել մտցրեցինք։ Ոչ թե դաշինք կազմենք այդ ուժերի հետ, այլ որ ուժը ցանկություն ունի մեզ աջակցել, ինքը հիմա էլ կարող է եւ ես վստահ եմ, որ կլինեն ուժեր մինչեւ ընտրությունները, որ նորից կհայտարարեն եւ մեզ կաջակցեն, որովհետեւ դա իր միակ խելամիտ քայլն է։ Ես վստահ եմ դրանում։ Ու կլինեն, չեմ կարող ասել 1, 5, 7, բայց կլինեն, որովհետեւ իրենք պետք է ճիշտ գնահատեն։ Այսօր մեր հարցումներով ընդամենը 4 ուժ հաղթահարում է 4%-ի մասն ենք տեսնում։ 4 շեմը։ Մյուսները պրոբլեմներ ունեն։ Ինչպես իրենք կվարվեն, դա իրենց գործն է, մենք դրան չենք ուզում նայենք, մենք հայտարարում ենք, որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, այսինքն մեր ուժով ենք գնում, մենք մեր հույսերս այս էտապում մեր վրա ենք դնում։ Եվ վստահ եմ, մենք ունենալու ենք դա։ Հակառակը երկրորդ հարցը, որը կարծիքով շատ ավելի կարևոր է առաջի հարցից, հասարակության մեջ տիրող մթնոլորտն է։ Իրականում 2018 թվականից մեր երկրում երևի չկա ընկերություն, չկա ընտանիք, չկա միջավայր, որտեղ թշնամություն մտցված չլինի։ Սա այսպես է, էլի, այսինքն որդին հոր դեմ է դուրս եկել, եղբայրը եղբոր դեմ, հազար տրվա ընկերություններ են քանդվել, ու այս ամեն ինչը այս քաղաքական իրավիճակի ու թույլ տվեք ասել նաև իշխանության թելադրած այսպես վարքականոնի հետևանքն է, որտեղ ատելություն, ղժղժոց, աղմուկ չի կարող այս ամեն ինչը մարդու այսպես հոգեբանության վրա չանդառնալ։ Հիմա ենթադրենք դուք վաղը դառնում եք Հայաստանի վարչապետ։ Ես ուզում եմ հասկանալ, ձեր մոտ ոնց է ստացվելու այդ ներհասարակական
բարիերների, խրամատների քանդումը, ինչ որ այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որտեղ որ որոշակի համերաշխություն կլինի, որտեղ հիմա շատ մարդիկ օրինակ, որոնք որ չգիտեմ 10, 19, 20 թվականին օրինակ մասնակցել են իշխանության միջոցառումներին կամ աջակցել են հեղափոխությանը, կարող է իրենց մտքում անցնեն ասեն, որ այ եթե եկավ ոչ Նիկոլ Փաշինյանի պես մի ուժ կամ ոչ Նիկոլ Փաշինյանը, մեզնից կարող են վրեժխնդիր լինել բոլոր մակարդակներում։ Խոսքը չի վերաբերում նա, որ իշխանությունը հանձնարարական տա վրեժխնդիր լինելու, բայց այն 18 թվականին ում որ իրենք նեղացել են, նրանք վրեժխնդիր լինեն, ընկերը, չգիտեմ, բարեկամը, մյուսը եւ այլն։ Պես է պատկերացնում այդ ներասարական մտածելը։ Նայեք, դա այս իշխանության նարատիվներն են։ Չունենալով ուրիշ հնարավորություններ կառավարելու երկիրը, իրենք ստեղծեցին քաոս երկրում, որպեսզի դրանով կառավարեն երկիրը, որտեղ բոլորն էլ հասկանում են, որ քաոսը հեշտ է կառավարվում։ Քաոսի ժամանակ մարդիկ իրար հետ չեն համախմբվում, բոլորը բոլորին դեմ են։ Եվ հիմա մենք մեր հասարակության մեջ ունենք այդ պատկերը։ Դա այդ հարցում դուք եք մեզ օգնելու։ Դա մենք շատ արագ ենք պարտավոր անենք։ Մեզ համար դրա համար հայտարարում ենք, որ Հայաստանը մենք պետք է դարձնենք բոլոր հայերի անվտանգ տունը, որ նույն ՔՊԱ-ականները, ովքեր այսօր նույնիսկ աջակցում են Փաշինյանին, իրենք վստահ լինեն, որ մենք ոչ մի հարցում վրեժխնդիր չենք լինելու։ Ընդամենը 4.5 մարդ են մնացել, ովքեր այսօր տանում են մեր երկիրը կործանման։ Մնացած մոլորված, խաբված մարդիկ իրենք մեր հայրենակիցներն են։ Ոչ մեկին ես նույնիսկ կարող եմ հայտարարել, որ այն ՔՊԱ-ականները, ովքեր զբաղեցնում են պաշտոններ իշխանության մեջ, բարեխիղճ կատարել են իրենց գործը, մաքուր ձեռքեր ունեն, պրոֆեսիոնալ են, բոլորը աշխատելու են միգուցե ավելի լավ պաշտոններում։ Խոսքը ամբողջ ՔՊԱ-ականների մասին չի, կամ մյուս կուսակցականների։ Խոսքը մեր երկրին ամեն օր վնաս տվող մարդկանց մասին է։ Մեր երկիրը անդունդի եզրին կանգնեցրած մարդկանց մասին է։ Իսկ դրանք շատ քիչ են։ Այն փոքրիկ խմբակը, որ մենք ասում ենք, դուք չեք պատկերացնում ինչքան է փոքրացել։ Ու ամեն օր ավելի է փոքրանում։ Մինչև հասնենք ընտրություններ, ես հույս ունեմ կմնա մենակ Փաշինյանը։ Դե հույս ունեի, որ խելքը գլուխը կհավաքի, իմ աշխատավարձը փոխանցեմ իրեն ու իրեն չէ վարչապետին, բայց երեկվանից փոշմանել եմ արդեն, չեմ փոխանցել։